Շիրակի պետական համալսարանում ամփոփում են նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ 20 կրեդիտանոց մոդուլային ծրագրի առաջին փուլը։ 4 ամիս տևած ուսումնառությունից հետո 19 մասնակից ստացել է ավարտական վկայական։ Առաջին փուլը բուհում դրական են գնահատում։ Դասընթացը ներառել է տեսական և գործնական պարապմունքներ, պրակտիկա և հետազոտական աշխատանք։ Շնորհավորում եմ բոլորիդ, հաջողությամբ այս դասընթացը ավարտելու իմ կարծիքը գիտեք, ես գտնում եմ, որ դուք կարևոր աշխատանք եք կատարում եւ մտածողություն, աշխարհայացք, աշխարհաճանաչում, ինչու՞ չէ արժե համակարգ արդեն դուք եք ձևավորում ի սկզբանե։ Իրականում դուք դնում եք անձի դաստիարակության, զարգացման հիմքը։ Եթե հիմքը շեղված է, այդ հիմքը ծուռ է, մեր լեզվով ասած, այդ հետո վերնաշենքը իսկապես դառնում է վտանգված։ Դասընթացը նախատեսված է մանկավարժի որակավորում ունեցող այն անձանց համար, որոնք ցանկանում են աշխատել նախակրթարանում։ Մասնակիցների համար ծրագիրը նաև մասնագիտական գիտելիքները թարմացնելու և աշխատանքում ավելի վստահ ու արդյունավետ գործելու հնարավորություն է։ Աշխատում եմ թիվ 20 դպրոցի նախակրթարանում, ես գործող դաստիարակ եմ, բայց որպեսզի ավելի արդյունավետ լինի իմ աշխատանքը, հետագայում իմ մասնագիտությունը մանկավարժություն է, առաջին մասնագիտությունս օտար լեզուներ են, բայց քանի որ այս պահին ես աշխատում եմ նախակրթարանում, բնականաբար շատ կարևոր է, որպեսզի ես այս վկայականը ևս ունենամ հետագա իմ գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ 4 ամսում մասնակիցներն ուսումնասիրել են նախադպրոցական կրթությանը վերաբերող տարբեր բաղադրիչներ, պարապմունքների պլանավորումից մինչև երեխայի հետ հաղորդակցման և աշխատանքի կազմակերպման ձևեր։ Երկու բարձրագույն կրթություն ունեմ, առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ, երկրորդով սոցիալական աշխատող։ 4 ամսվա ընթացքում ուսումնասիրել ենք այն առարկաները, որոնք հենց նախադպրոցական կրթությանը բնորոշ էին, թե երեխայի ուսումնառությունները, թե հոգեբանություն, թե շրջակա աշխարհ։ Բուհից վստահեցնում են ծրագիրը շարունակական է լինելու։ Զուգահեռ նաև երկրորդ խմբում են իրականացվում պարապմունքները եւ իրենց ուսումնառությունը կավարտեն սեպտեմբերի վերջ եւ գնալով այդ խումբը ավելի մեծանում է։ Երկրորդ խմբում ունենք արդեն 23 մասնակից եւ նշեմ, որ նաև երրորդ խումբն է ձևավորվում, որի պարապմունքները հավանաբար կսկսենք աշնանը։ Մանկապարտեզների, մանկավարժների վերապատրաստման և հավաստագրման այս դասընթացն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված բուհերում։ Կրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։